Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ ընդունվել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում եմ ձեզ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը եւ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսների բարձրահայտ չարաշահումը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումը ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության եւ սահմանադրական կարգի համար։ Մենք հստակ հայտարարում ենք, եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար եւ ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձևականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական եւ հակապետական վարքագիծ դրսեւորած ռեժիմին։ Կարևորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության եւ քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը, միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։ Ելնելով դրանից, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ յուրաքանչյուր քաղաքացու վեր կանգնել կուսակցական եւ խմբային նեղ շահերից եւ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։ Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեզ ուղղված դիմումը, մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն եւ կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։ Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով ձևավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ եւ կասեցնել ներկայից ոչինչ նիշխան արտաքին քաղաքականությունը։